Էլի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին մենք կխոսենք Սիրիայում շարունակվող շատ ծանր իրավիճակի մասին։ Հատկապես կքննարկենք Հալեպում ձևավորված իրավիճակի մասին, որտեղ որ սիրիական կենտրոնական իշխանության ուժերը, ինչպես նաև Թուրքիայի զինված ուժերը, կարելի ասել, որոնք ներկա են նաև առաջընթաց ունեն եւ մի մասը գրավել են այն հատվածի, որտեղ որ գտնվում էին քրդական, այսպես կոչված սիրիական ժողովրդավարական ուժերը։ Բացի դրանից ընդհանուր տարածաշրջանային իրավիճակը կտեսնենք, որովհետև նույն Դիարբաքիրում, այսինքն մեր լեզվով ասած Տիգրանակերտում, շատ կարևոր մեծ ցույց է տեղի ունեցել քրդերի, որոնք փորձում են աջակցել Սիրիայի քրդերին իրենց այդ ցույցով։ Եվ այստեղ մենք տեսնում ենք, որ երեք տեղի ունեցավ ցույցը Դիարբաքիրում եւ այս է նկարը ցույցի, տեսնում եք ինչքան մարդ էր հավաքվել։ Այստեղ դուք տեսնում եք նաև որ կա Քուրդիստանի այդ դրոշը իրանց եւ մեծ քանակի մարդիկ են կարելի ասել, ինչպես նաև մենք կնայենք հիմա ձեր հետ Այսինքն քրդերը դուրս են եկել եւ փորձում են աջակցել մնացած քրդերին այս տարածքում, որովհետեւ այստեղ իրավիճակը շատ ծանր է եւ արեք մենք դեռ ձեր հետ միասին սկսենք երեկվա իրավիճակից եւ պետք է առաջերտին ձեզ ասեմ, որ այս հատվածում, որտեղ որ ես ձեզ նախորդ վերլուծության ժամանակ էլ ասացի, որ այս հատվածը վերահսկվում է թուրքական ուժերի կողմից եւ կոչ եմ անում առասարակ, որ անպայման եթե ձեզ թեման հետաքրքիր է, այսինքն նկատի ունեմ խոսքին Սիրիայի թեման, ապա նախորդ վերլուծություններն էլ դիտեք, ոչ միայն այս վերլուծությունը, որ տրամաբանական շղթա ունենաք, թե ինչ է տեղի ունենում, որովհետև ես չեմ կարող իհարկե բոլոր վերլուծություններում կրկնեմ ամեն ինչ նախորդ վերլուծություններին ասում եմ։ Պետք է այստեղ ասել, որ այս հատվածը, որը թուրքական զինված ուժերի վերահսկողության տակ է գտնվում, այստեղից կրակ է բացվել արդեն կոնկրետ քրդական ուժերի ուղղությամբ 2 օր առաջ եւ Տելտամրը գտնվում է այդ հարվածի տակ, արդեն հակամարտության ինչ որ շղթա է։ Բացի դրանից այս հատվածում էլ կրակ են բացել, դե հասկանալի է, որ եթե այս հատվածը թուրքերի վերահսկողության տակ է, ապա որտեղ որ դեղինով է, այդտեղ քրդական արդեն ուժերն են գտնվում, շատ տրամաբանական է։ Բացի դրանից ինչու Տելտամրի ուղղությունը, որովհետև ես կարծում եմ դա վերաբերվում է անմիջապես Ալ-Հասակա քաղաքին, որը կարելի ասել մայրաքաղաքն է այս SDF-ի, որտեղ որ գտնվում են ամենակարևոր այդ ուժերը, քրդական եւ այդտեղից է հրամանատարը վերահսկում իրավիճակը։ Բացի դրանից հետաքրքիր է, որ այս 2 օր առաջ, այո, այստեղ երևացել են Միացյալ Նահանգների ուրեմն ուղղաթիռները եւ դա ոչ միայն Միացյալ Նահանգների, այլ միջազգային կոալիցիայի ուժերն են, որոնք մեծ մասամբ Միացյալ Նահանգներից են կազմված, բայց նաեւ Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն եւ այդ ուժերը այստեղ նաև երևացին։ Ինչու այստեղ երևացին, որովհետև Դեր-էլ-Զորի հատվածում մենք տեսնում ենք, որ նաև կրակ էր բացվել երկու կողմի շուրջ եւ հաշվի առնելով դա այստեղ կամուրջը քանդված է։ Դեր-էլ-Զորի ուղղությունով մենք փաստացի տեսանք, որ իրանք երևացին, որ ինչ-որ առումով անվտանգության օգնություն դրանով տրամադրեն։ Հիմա պետք է ասեմ, որ 3 իրավիճակը ուրեմն ծանր էր եւ ձեր հետ միասին նախորդ վերլուծությունում ես խոսել եմ, որ թուրքերը եւ սիրիական ուժերը փորձելու են հարվածել այս հատվածին եւ այս հատվածին եւ տեսեք այս հատվածում արդեն կրակոցներ կան, այս հատվածում ԱԹՍ-ի հարված կա, իսկ այս հատվածում ինչ որ անհասկանալի խմբեր հարվածել են, հարձակվել են SDF-ին, այսինքն քրդական ժողովրդավարական ուժերին։ Եվ պետք է ասեմ, որ այս հարձակումը, որը տեղի է ունեցել 16 ժամ առաջ, մեծ հավանականությամբ կամ իսլամական պետություն տերորիստական խմբավորումն է, կամ հենց սիրիական կենտրոնական ուժերի ներկայացուցիչները։ ԱԹՍ-ի հարվածը այստեղ հասկանալի է եւ այս քաղաքին են հարվածել։ Հետաքրքիրը այն է եւ ես ձեզ ուզում եմ ցույց տամ նաեւ, որ 3 քրդական ուժերը այստեղ ուղարկեցին իրանց զինծառայողներին, որովհետև հասկանում են, որ Հալեպի զուգահեռ այստեղ են մարտերը շարունակվելուց։ Ուզում եմ ձեզ ցույց տամ։
տեսնում եք տեխնիկա է գնում ծանր եւ տեսնում եք դրոշը, այս դրոշը իրականում YPG, այսինքն այդ բանվորների կուսակցության քրդական դրոշն է, բայց ամեն մեկը ոնց ուզում այնպես կարող հասկանալ, քրդերի համար սա շատ կարևոր դրոշ է, իսկ թուրքերի համար սա ճակերտներում ահաբեկչական դրոշ է։ Şehma Andame Zaruki Rojanaki Տեսնում եք այստեղ են հավաքվում։ Բացի դրանից ես ձեզ ինչպես նախորդ վերլուծությունում ասել էի, ես կարծում եմ, որ Manbij-ի ուղղությունով էլ ակտիվություն կլինի եւ այստեղ արդեն տեսնում ենք առաջի նաեւ կրակոցները երկու ուղղությամբ իրականում ոչ միայն մեկ եւ երևում է, որ SDF-ը ակտիվանում է։ Հիմա անցնում ենք դեպի Հալեբ, Հալեբում շատ ծանր իրավիճակ էր, սա երեկվա քարտեզն է, ես մի փոքր ավելի ուշ այսօրվա քարտեզը նաեւ կներկայացնեմ, որովհետեւ որ տրամաբանորեն տեսնեք, թե ինչպիսի զարգացում տեղի ունեցավ։ Երեք այս երկու հատվածում քաղաքի տեսնում եք նշված այստեղ եւ այս հատվածում էլ նաեւ մուտքերը ամբողջությամբ փակեցին, շրջափակման մեջ են վերցրել, կարելի ասել ամբողջ այս հատվածը, որը քրդական ուժերի կողմից վերահսկվում է այս պահի դրությամբ եւ դրանից հետո արդեն սկսեցին իրանք ակտիվ ռազմական գործողությունները գլխավոր ուղղությունով հենց ձախ հատվածում, այս հատվածում, արևմտյան հատվածում քաղաքի։ Հիմա ձեր հետ միասին արդեն կանցնենք այսօրվա քարտեզին եւ կտեսնենք, որ Հալեբում այդ հատվածը, որի մասին մենք նոր խոսում ենք, այսինքն արևմտյան հատվածը քաղաքի արդեն գտնվում է սիրիական կենտրոնական ուժերի վերահսկողության տակ։ Ասեմ ձեզ, որ Թուրքիան հայտարարություն է արել եւ ասել է, եթե անհրաժեշտություն լինի, ապա կոչ արեք մեզ, դիմեք եւ մենք պատրաստ ենք զինվորներ, բանակ ուղարկել, օգնել Հալեբում սիրիական կենտրոնական ուժերին, որ վերահսկողությունը հաստատեն այս քաղաքի հատվածի վրա։ Պետք է ասեմ ձեզ, որ ակնհայտորեն Թուրքիան այնպես էլ ներկա է այդտեղ, ակնհայտորեն թուրքական զինվորները այդտեղ շատ ակտիվ ներկա են, ոչ միայն մարտի դաշտում նկատի ունեմ, այլ առհասարակ Սիրիայում, առհասարակ Սիրիայի զինված ուժերում, այս հայտարարությունը Թուրքիայի, սա ուղղակի ֆորմալ այսպիսի հայտարարություն է, որ իրանք կարող են պաշտոնական թուրքական դրոշներով արդեն նաև մասնակցեն պատերազմում, եթե պետք լինի։ Ինչպես տեսնում ենք, քրդական ուժերը նաև ի պատասխան գործողություններ են վարել, խոսքին այս հատվածում են կրակ բացել, այս հատվածում կրակ բացել, այս հատվածում, այստեղ զոհվածներ կային նաև ուրեմն ըստ կենտրոնական իշխանությունների իրանց կողմից էլ նաև, բայց ընդհանուր առումով մարտերը շարունակվում են։ Եվ ես ուզում եմ ձեզ ցույց տամ մի քանի այստեղ տեսահոլովակ կա մարտերի։ Բացի դրանից պետք է ասել, որ հրամանատար Մահմուդ Աբդին ասաց, որ հերոսական պատերազմ են քրդերը տալիս Հալեբում եւ որ այս իրավիճակը խանգարում է, խոչընդոտում է հասնել պայմանավորվածություններին։ 12 ժամ առաջ էր, երբ համաձայնությունը ձեռք չէր բերվել եւ այս ձախ հատվածը, որը ես նշեցի, արևմտյան հատվածը այդ տարածքի սիրիական բանակը հայտարարեց ճակերտներում ազատագրված իրանց վերահսկողության տակ։ Այստեղ է նաև կադրեր կրակոցների, սա հիվանդանոցն է Շեյխ Մասուդի հատվածում, որը գտնվում է քրդերի վերահսկողության տակ։ Հիվանդանոցը, ինչպես տեսնում եք, հարվածի տակ էր հայտնվել։ Եվ բացի դրանից այստեղ էլ տեսնում ենք կրակոցների շատ մեծ ծավալ։ الحقيقة الأشرفية بعد طرد عصابات قتل التي كانت متواجدة في هذا հասկացաք, բայց եւս մեկ այստեղ պետք է լինի, ուզում եմ ավելի մանրամասն ցույց տամ գիշերվա կրակոցները, հա, այսա, գիշերվա կրակոցները։
كويس يا ابو يوسف. خليك على اليسار ابو يوسف، خليك عم ترمي عليه، خليك. Ինչպես հասկանում եք, հարգելի հայրենիքներ, սա 8 ժամ առաջ էր տեղի ունենում, այսինքն Երևանի ժամով մոտավորապես գիշերվա 2-ին, եւ հասկանալի է այս կրակոցը ինչ նպատակ ունի։ Հիմա հայտարարել են բանակը, որ այս հատվածը պետք է լքեն քաղաքացիները, տեսեք, այստեղ նկար կա, կոնկրետ այս հատվածը քաղաքի պետք է լքեն, եւ այդ հատվածն է մոտավորապես, պետք է լքեն այս հատվածը, որից հետո ես ենթադրում եմ, որ այս արևելյան հատվածը նաև կգրավեն մոտակա ժամերի կամ օրերի ընթացքում եւ հետո արդեն միայն Շեյխ Մասուդը կմնա առանձին այսպես, որը ավելի հեշտ կլինի գրավել։ Այս պայդրությամբ ինչքանով գիտեմ, Էմանուել Մակրոնը խոսել է ուրեմն Ալ-Շարայի հետ, Սիրիայի նախագահի, եւ կոչ է արել, որ հրադադար հայտարարվի եւ դրանից հետո նաև Սպիտակ տունը հայտարարություն արեց, որ կոչ է անում հրադադար հայտարարվի եւ միասնական Սիրիայի կողմնակից է եւ դրանից հետո ըստ վերջի տեղեկատվությունների Հալեփում կա հրադադար այսօր, այսինքն այս պահի դրությամբ կա հրադադար, դա նորություն է, որը մոտավորապես հայտարարվեց 1 ժամ առաջ եւ դա Երևանի ժամով մոտավորապես ժամը ստացվում է 10 առավոտյան հայտարարվեց, որ հրադադար կլինի։ Չգիտեմ ինչքանով երկար կձգվի այդ հրադադարը, որովհետև չեմ կարծում, որ կանգնեն, կամ կպայմանավորվեն կողմերը, որ քրդերը այս տարածքից դուրս կգան եւ կշարժվեն դեպի արևելյան հատված այստեղ Դեյր Հաֆիրի ուղղությունով եւ դուրս կգան եւ իրանց այդպիսի ճանապարհ կտան եւ դրանով այս թեման Հալեպի ուղղությունով կավարտվի, կամ միջև գերազմահու պատերազմ կտան եւ բոլորը կարելի ասել մահանալու եզրին են այստեղ լինելու, որովհետև ուրիշ տարբերակ չի երևում, շրջափակման մեջ են, առհասարակ շատ բարդ իրավիճակ է Հալեպում, հենց Հալեպի տենում եք, որ Հալեպի քաղաքի փաստացի ամբողջ հյուսիս եւ կենտրոնական հատվածը պատերազմական իրավիճակի մեջ է։ Իհարկե սա մեր Հալեպի հայությանը նաեւ է վերաբերվում եւ ես ինչքանով գիտեմ, մեր սփյուռքային այնտեղ կառույցները հայտարարություն են արել, որ Հալեպում բոլորը շատ զգուշ լինեն, հայերը ինչքան կարելի ավելի ուրեմն քիչ հայտնվեն այս հատվածում քաղաքի, այդ թվում քիչ լինեն փողոցում առհասարակ եւ հուսով եմ, որ բոլորը կպահեն այդ ուրեմն կարգը եւ չենք ունենա սպանված եւ տուժածներ Հալեպի հայության շրջանակներում։ Բացի դրանից ես ինչպես ձեզ ասացի, մեկ տարբերակ իհարկե կա, որ եթե այդ զորքերը, որը հիմա հավաքել են Դեյվ Հարիֆի ուղղությունով, կարողանան այստեղից մինչև Հալեպ հասնել, ես կարծում եմ դա շատ քիչ հավանական է, գրավել Հալեպի այդ հատվածը, ճանապարհ բացել, միջանցք բացել իրանց ուրեմն Հալեպի այդ քրդերի հետ, շատ քիչ հավանական է, շատ բարդ կլիներ դա անել, բայց կարող է լինի։ Ամեն դեպքում, եթե Հալեպի այդ քրդերը ընկնեն, այսինքն եթե գրավեն վերջնական, ապա պետք է ասեմ, որ դրանից հետո ես չեմ կարծում, որ այս գործընթացը դադար կառնի եւ կարծում եմ, որ Դեյր Հաֆիրի, հետո Մասկանայի, հետո Ալթեն Ալ-Տավրայի այստեղ ուղղությունով եւ հետո դեպի Ռաքա այդ գործընթացը կշարունակվի։ Այն փաստը, որ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել այս ռազմական գործողություններում, իհարկե ի պատկերացումով լուրջ հայտարարություն է եւ դա նշանակում է, որ Թուրքիան ակտիվորեն աջակցում է այս գործընթացին, նույնիսկ պատրաստվում է մասնակցել, եթե պատրաստի Թուրքիան մասնակցել, ապա այս հատվածում էլ կարող հարվածներ լինի, եւ այստեղ Կոբանին ամեն այդպիսի խոցելի քաղաքն է, Կոբանի ուղղությունով կարող է հարվածներ լինի, ինչպես նաև Թուրքիան կարող է օգտագործի այս տարածքը, որը վերահսկում է Այն Իսսան եւ Տալ Տամրը գրավելու ուղղությունով, եթե գրավի այդ տարածքները, ապա դրանից հետո դեպի Ռաքա արդեն ճանապարհ է բացվում եւ դեպի Ալ-Հասակա, ինչպես նաև Քամիշլիի ուղղությունով կարող է լինել գործողություններ։ Ինչու պատճառով են, որ հիմա այսպես ակտիվացել են թուրքերը նաև այստեղ եւ պատճառը նրանում է, որ ինչպես գիտեք, ինչպես որ այստեղ հարավ-արևելյան Թուրքիայում, այդպես էլ հյուսիսային Իրաքում եւ ուրեմն
արևմտյան, հյուսիս-արևմտյան Իրանում այստեղ քրդեր են ապրում եւ այս քրդերի դեպքում հարցը նրանում է, որ հիմա քրդերը մի կողմից Սիրիայում ունեն այս իրավիճակը բարդ, որի մասին գիտենք, Իրաքում ամենակայուն իրավիճակն է, որովհետեւ կա Իրաքի Քուրդիստան, բայց նաեւ կա Իրան, որտեղ որ շատ լուրջ գործողություններ եւ իրավիճակ է տեղի ունենում եւ մենք դրա մասին ձեր հետ միասին առանձին կխոսենք, բայց պետք է ասեմ, որ Իրանում ձևավորված այդ իրավիճակը նաեւ, որտեղ որ մի քանի քաղաք արդեն քրդերն են վերահսկում, բերում է առհասարակ դրան, որ հիմա քրդերը փորձում են միավորվել բոլորը եւ դրան հետ եմ ես կապում նաեւ Դիարբաքիրում կազմակերպված այդ ցույցը, ենթադրում եմ, որ ցույցերը կարա էլ ավելի լայնածավալ դառնա ուրեմն Թուրքիայի այդ հարավ-արևելյան հատվածում քրդերի բնակեցված տարածքներում, եթե զուգահեռ տեղի ունենա իրադարձություններ նաև Սիրիայում կամ Իրանում։ Եվ այսպիսով մենք կարող ենք ասել, որ հիմա քրդերի համար շատ կարևոր ժամանակահատված է եկել, երբ իրանք կամ միավորվելու են, ինչ-որ առումով փորձելու են միասնական գործել եւ կարողանան ինչ-որ Քրդաստանի նման բան ձևավորել, եթե այստեղ պահեցին իրանց տարածքը վերահսկողության տակ, եթե հյուսիսային Իրաքում պահեցին այդ տարածքը եւ ամենաշատ հավանականությունը, որ կպահեն այդտեղ է, որովհետեւ դա ուրեմն պետք է ասել, որ ավտոնոմ այսպիսի շրջան է, Իրաքի Քուրդիստան է կոչվում, Իրանում եթե սկսվի գործընթացներ, ապա քրդերը այստեղ կարող են նաև առանձին ինչ-որ Սիրիայի նման տարածք ստեղծել, ամենաքիչ հավանականությունը կա Թուրքիայի տարածքում, որտեղ որ Թուրքիան շատ լուրջ վերահսկողություն ունի եւ թույլ չի տալի որևէ այդպիսի իրադարձություն եւ զարգացում։ Ուստի հարգելի հայրենակիցներ, իրավիճակը մնում է շատ լուրջ, ծանր, հրադադարի մասի տեղեկատվությունները իհարկե դրական են, բայց ես կարծում եմ, որ երկար կարող է չտվի այդ հրադադարը եւ Հալեպում մարտերը կարող է վերսկսվել նորից, իսկ ամբողջությամբ մեկ տարածաշրջանին հետևում ենք, որովհետեւ խոսքը չի վերաբերվում միայն Հալեպին, այլ ամբողջ այս տարածքին եւ մեծ հավանականությամբ մոտակա ժամանակահատվածում մարտերը այս ուղղությամբ կշարունակվեն, իսկ մենք ձեր հետ միասին կշարունակենք հետևել այս կարևոր իրադարձություններին։ Շնորհակալ եմ ուշադրության համար, կհանդիպենք, ցտեսություն։